ուզում եմ նախ անդրադառնալ երեք Նիկոլ Փաշինյանի մասնավորապես երկաթուղու հետ կապված հարցին, այնտեղ կար հետաքրքիր դիտարկում, որ մենք սպասում ենք ուսների հետ կապված որոշակի գնահատականին, ասաց, որ դրա քաղաքական դրական արձագանք կա, բայց նաև արձանագրեց, որ մենք չենք կարող սպասել եւ դա այս իրավիճակում պետք է ես կարող եմ բառացի մեջ բերել, որպեսզի խնդիր բառացի պետք չէ, դուք միտքը փոխանցեք, էլի բառացի արդյոք հիմա ես գիտեմ ինչ է ասել, բայց դուք ոչ թե բառ ասեք, որ չեք կարող սպասել, բայց հիմա հարցը ձևակերպեք պատասխան։ Հիմա ուզում եմ հասկանալ, մինչև երբ Հայաստանի իշխանությունը սպասելու Ռուսաստանի արձագանքին։ Տեսեք, վարչապետը խոսել է երկու մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, եւ այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք եւ այդ մի քանի կիլոմետրը պետք է ինչքան հնարավոր է շուտ վերակառուցվի, որովհետեւ մենք հնարավորություն ունենանք աշխարհին, բոլորին, այդ թվում եւ Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին, հարավին ունենանք ենթակառուցված առաջարկելու իրենց ուրեմն ապրանքափոխադրումների համար։ Սա մասին է խոսքը, ողջամիտ ջանքերի մասին է խոսքը։ Այսինքն հիմա ես չեմ կարող ասել, այ 3 ամիս դա ողջամիտ մեծ պրոյեկտների մասին ենք խոսում, ողջամիտ ջանքերի մասին է։ Ինչքան ժամանակում է հնարավոր 2 կիլոմետր երկաթգծի կառուցել, վերակառուցել, ինչքան ժամկետում։ Մի ամսում հնարավոր է, 2 ամսում, 3 ամսում։ Դուք ասեք, չգիտեմ, 4-5։ Չէ, իսկ պատասխանը հնարավոր է, օրինակ մեկ շաբաթում ձևակերպել ասել եւ իհարկե հնարավոր է, իհարկե։ Պատասխան չկա Ռուսաստանում։ Դե դրա համար էլ էլի ողջամիտ ժամկետ է պետք, որովհետեւ այդ պատասխանը տալու համար էլ ես ենթադրում եմ, որ ժամկետ պետք չի, որովհետեւ Ռուսաստանը այդ պայմանագրով ստանցնել է ներդրումներ։ Հա, էլի, բայց այդ ներդրում դա ոչ թե արդեն պետք է Հայաստանի ղեկավարն ստեղծել ասել։ Ես Ռուսաստանի բանը չեմ, ոչ փաստաբանն եմ։ Փաստաբանը չեք, բայց բանի հարց չի, բայց դա, այսինքն մի այդ պատասխանի մեջ պետք է լինեն։ Եք թողել, երբ որ ռուսական հարց չի, այդտեղ պատասխանը չեմ թվի, ինչին եք պատասխան։ Չէ, որովհետեւ տվեք։ Երբ որ բազմաթիվ անգամներ խախտվել է այդ պայմանագիրը երկաթուղու կառավարման, օրինակ պետք է նոր գծեր բացվեին այդ բանով, պայմանագրով, պետք էր կոնկրետ չափի ֆինանսական ներդրումներ արվեր յուրաքանչյուր տարի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը այո, սուբսիդավորում է տալիս։ Հայաստանի կառավարությունը սուբսիդավորում է տալիս իր ներդրումներից ավելի շատ։ Ձեր ասած ինֆորմացիան ես պետքա շատ լավ կներեք, եթե հիմա այդ թվերին չեմ տիրապետում, թե պայմանագրով ինչքան պիտի լիներ, հիմա ինչքան է, բայց այստեղ մեր գեր նպատակը այդ երկու հատվածների վերակառուցումն է, ոչ թե կռիվ, վեճ, բանավեճ, չանացեցել եւ այլն, այլ այդ մի կողմից մի 2-3 կիլոմետր, մյուս կողմից ավելի կարճ վերակառուցելն է։ Դրա համար ինչ որ պետք է մենք անելու։ Պարոն Եղանիկ, հատուկ շեշտվելու է, որ թե դա ինչ ստանդարտներով է վերանորոգվելու։ Նախ Ռուսաստանն իր ստանդարտներով է վերանորոգելու։ Ինքը երկաթգիծը արդեն իսկ ունի որոշակի ստանդարտ, այսինքն երկաթգիծը ինքը տեղով, մեր հին երկաթգիծը։ Դա եթե չեմ սխալվում, նույնիսկ հանդաղ է գնում, պետք է ինչ-որ արևմտյան չափանիշ լինի, որ արագ գնա։ Արևմտյան չէ, եկեք երկու բան իրար չխառնենք, էլի։ Արևմտյան չափանիշների մեջ էլ կան բազմաթիվ տարատեսակներ, TŽV-ից սկսած 300 կմ/ժ արագությամբ գնացողից մինչև այլ արագություններ, բայց երկաթգիծը ինքնին ունի արդեն իսկ մի որոշակի ստանդարտ, որտեղ կառուցվել է մի որոշակի ձևով։ Այո, արագությունը մեծացնելու համար, ես մա տեխնիկայի մեջ չեմ ուզում մտնեմ, կա ձև, այդ բաները, շպալերը ոնց են ասում։ Չէ, ռեսերի տակի փայտերը, փայտը փոխարինվում է բետոնով եւ այլն, արագությունը դրա հաշվին կարա աճի, այո, իհարկե այդ մոդեռնիզացիան վարչապետը ասեց, մոտավորապես 200-300 միլիոն դոլարի մասին է խոսքը այդ մոդեռնիզացիայի, այո, դա պետքա տեղի ունենա, որովհետեւ այսօրվա աշխարհում եւ ընդհանրապես բանում, հա, վարչապետն է ասել, ոչ թե ես։ Չեմ ֆիքսել, 300 միլիոն դոլարի, որպեսզի արագություն ապահովվի հնարավոր այս երկաթգծի պայմաններում հնարավոր առավելագույն արագություն։ Այդ երկու ուղղությամբ պետք է այդքան գումար ներդրվի, թե ինչ երկու ուղղություն։ Ես կրկնում եմ, ես նորից եմ կրկնում։
ես չեմ ասում եկեք ձևակերպումների մեջ ճիշտ, ոչ թե պետք է ներդրվի հեսա փաստաթուղթը վաղը ստորագրվում, այլ որպիսի վերակառուցվի կետ 1 երասխի 2-3 կիլոմետրանոց բացակայող հատվածը, ախորիկի էլ ավելի կարճ բացակայող հատվածը եւ մնացած ամբողջ 100 քանի կիլոմետրը մոդեռնիզացվի, արկա հատվածը մոդեռնիզացվի, ահա ծախս 1 գումարած ծախս 2 գումարած ծախս 3 հիմ թվարկած, անումա մոտավորապես 200-ից 300 միլիոն դոլար, կներեք, որ 1 միլիոն դոլարի ճշտությամբ չեմ կարող այս պահին ասել։ Դա ոչ թե ինչ-որ մեկի բանն է ցանկություն, այլ կարժենա մի այդքան արժի։ Մեջ վերեմ, ասում է ռուսական կառավարման պատճառով մենք կորցնում ենք մրցակցային առավելությունները մեր։ Ինչ մրցակցային առավելությունների։ Մրցակցային առավելություն բարի իմաստը գիտեք։ Այո, իհարկե։ Դա ասեց ինչ մրցակցային առավելություն։ Չեղած երկաթգծի հանդեպ, այսինքն Նախիջևան, ոնց էր կոչվում, Կարս, Նախիջևան, Իգդիր, Կարս, ահա այդ դեռ գոյություն չունեցող, բայց նախատեսվող երկաթգծի հանդեպ կորցնում ենք, որովհետև եթե մենք չանենք, նա կարող է ավելի արագ լինի եւ բեռները գնան այն կողմ, պարզ միտքը, էլի ավելի լավ կլինի, որ այս կողմ կան, չէ՞ բեռները, քանց թե մեր երկրով անցնեն, օգուտն էլ մեզ մնա։ Դա մրցակցային երկու համանման ծրագրերի համեմատական առավելությունը կոչվում մրցակցային առավելություն։ Ես ուզում եմ հասկանալ, ենթադրենք Ռուսաստանի դեռևս այսպես ձգձգվում է պատասխանը։ Հայաստանի գործողությունները ինչպիսին են լինելու։ Ես դա կախված է բազմաթիվ եթերներից, ես չեմ կարող հստակ ասել, բայց քաղաքական խնդիրը ձևակերպված է։ Իսկ ո՞րն է այն ժամկետը, երբ վարչապետի ասածով Մեղրի հետ հատվածը կվերցվի։ Մեղրի։ Հա։ Տրամփի ուղու հետ կապված երկաթուղին կվերցվի կոնցեսիոն կառավարությունից եւ Հայաստանի կառավարությունը ներդրում իր միջոցներով կվերցվի։ Մեղրի երկաթգծը կապ չունի ռուսական կոնցեսիայի հետ։ Դա այնտեղ ցանց չի եղել ընդհանրապես կոնցեսիայի ժամանակ։ Ցանց եղած ցանցն, այնտեղ ցանց չէ, հող է ուղղակի եղել։ Նորը, դա նոր, եկեք թրիփի հետ չխառնենք, հա։ Թրիփը Մեղրի 42 կիլոմետրանոց հատվածն է։ Մենք հիմա խոսում ենք Երասխից Գյումրի, Ախուրիկ եւ ընդհանրապես մյուս մեր Իջևան, չգիտեմ, մյուս ուղղություններով երկաթգծի մասին, մասնավորապես Երասխ Ախուրիկի մասին, որովհետեւ այդ ճանապարհով է, որ մենք ստանում ենք ելք դեպի համաշխարհային շուկաներ։ Իսկ թրիփը իր հունով գնում է, այնտեղ արդեն հուշագիրը ստորագրվեց, համաձայնագիրներ կլինեն, ընկերությունը կձևավորվի, աշխատանքները կսկսեն։ Այս տարվա երկրորդ կեսին։ Պարոն Եղոյան, իշխանության համար վատ լուր կա, Հայաստանում կոռուպցիայի ընկալման հարցում նահանջ կա, Transparency International-ը երեք է հրապարակել, նվազել է 1 միավորով եւ ընդհանուր 46 տեղում ենք։ Բայց մենք ահագին առաջ էին գնացել, այդ առաջ գնացածից է, չէ՞, 1 միավորով նվազել։ Հա, բայց դա նաեւ ուզում շեշտել, որ դա կոռուպցիայի ընկալման համատիվն է, ոչ թե կոռուպցիայի համատիվն է, այլ կոռուպցիայի ընկալման, այսինքն այն, թե ինչպես են, հա, գիտեմ, ուղղակի որպեսզի մարդիկ ճիշտ է, ոչ թե կոռուպցիայի թիվն է աճել, այլ աճել է, եթե ես չեմ նայել, ուղղակի վստահում եմ ձեր ասածին, 1 միավորով աճել է ընկալումը։ Զեկույցների, միջազգային կառույցների։ Ես բան չասեցի, ուղղակի ուզում եմ, որ ճիշտ հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Խոսում ենք կոռուպցիայի վերաբերյալ ընկալման մասին, այսինքն կարծիքի մասին։ Ընկալվում, որ Հայաստանում կոռուպցիան, որովհետև կարծում եմ, որ բազմաթիվ քարոզչամիջոցներ տարածում են այդ թյուր տեղեկությունը։ Կարծում եմ, որ դա եւ դա որոշ, այո։ Դուք հիմա ինչ ուզում եք ասեք Հայաստանում կոռուպցիան ավելի շատ է, քան 18 թվից առաջ։ Դուք եկաք այն խոստումը, որ պիտի կոռուպցիան արմատախիլ անեք Հայաստանից, բայց այսօր կոռուպցիան արմատախիլ արված չի։ Աշխարհի որևէ պետությունում մենք եկանք այն խոստումը, որ համակարգային կոռուպցիան կվերացնենք եւ համակարգային կոռուպցիա այսօր Հայաստանում չկա։ Այսինքն չկան կոռուպցիոն բուրգեր, չկան այնպիսի համակարգեր, կեղծ, այսինքն ուրեմն անօրինական դրույքներ, այս կամ այն պետական ծառայությունը ստանալու համար, երբ որ մարդը գնում է ինչ-որտեղ ինչ-որ գումար է վճարում, եւ այդ գումարը կիսվելով բուրգով բարձրանում է վերև, ընդհանուր մինչեւ
ինչպես եղել է առաջ, կարող է մինչև նախարար դա գնալ, մինչև պետության ղեկավար դա կարող է գնալ, բայց ապօրինի գույքով այս գումարները որտեղից են եկել։ Գնումները որ շատ Ինչի որևէ մեկը նախկին իշխանություններից չի պատժվել այդ ձեր ասած բուրգով գնալու միլիարդի 500 ասեք որ պաշտոնյան այդպես պաշտոնյա դառնալու համար բուրգով Ձեթա ձեզ համար այդ ձեր ասած Սաշիկի 50%-ներ մի հատ դեպք ասեք որ դա դատական ակտով հաստատվել է։ Եկի ղեկավարի հյուրանոցը օրինակ։ Ինչ եք ասում։ Դուք ասում եք պաշտոնատար անձը նախկինում պաշտոնյա դառնալու համար մուծվել Հակառակը ասեցի, ծառայություն ստանալու համար պաշտոնյայից կաշառքը ոնց է լինում համակարգված։ Երբ քեզ պետք է ինչ-որ ծառայություն պաշտոնյայից տալի դու էլ մուծնում ես վերևների։ Դու քո բաժինը վերցնում ես, մնացածը տալիս ես վերև, յուտ է փանում։ Պետական ծառի հետ կաշառք եք տալիս համակարգված կոռուպցիայի դեպքում ո՞նց է լինում։ Դե եթե սա այն համատարած է դա եղել, ուր են այդ պետին ու այդ վարչության պետը ամբողջը դնում է դարակում։ Դա պարզ բուրգի կոռուպցիոն բուրգ է, ասենք ես պետք է ձեզ ասեմ ոնց է դա լինում։ Դուք եք 1000 անգամ, դուք եք 1000 անգամ։ Ես էլ չեմ տվ, ես էլ շատ բան չեմ արել, ես էլ օրինականացրել եք։ Չեմ թռել, բայց գիտեմ ոնց է աշխատում պարաշուտը։ Այդ գումարների վերցնել օրինակ բան Եղայան Նիկոլ Փաշինյանը ասում է Ինչն է օրինական, հələ ինչ են օրինական ասում։ Երբ որ ձեր պարգևավճարները միլիոններով այսպես բյուջեից հանում միանգամից դնում եք գրպանը, դա էլ է ձև որ օրինական ճանապարհով ստանում եք միլիոններ։ Օրինականացրել եք այն, ինչը որ դուք նախկինում ասում եք վայ դրամներով։ Ես չեմ խոսում միլիոնավոր դրամներից, ես խոսում միլիոնավոր դոլարներից։ Ես խոսում եմ դոլարները 550 միլիոն դոլար է վերադարձվել է պետական բյուջե, 1.5 միլիարդի հայցնել հիմա դատարանում է։ Եվ դուք դա գիտեք։ Եվ դուք դա դարձնում եք ու հետո պարգևավճարների տեսքով ներդնում ձեր գրպանը։ Վերադարձնում ենք, դրա 99% վերադարձնում ենք, դրա 99%-ով գնում ենք զենք, կառուցում ենք պաշտպանական կառույցներ, սուբսիդավորում ենք ինտենսիվ այգեգործություն, սուբսիդավորում ենք մյուս պետական ծրագրերը, որով որ մեր քաղաքացիները ավելի շատ եկամուտ են գեներացնում, ավելի շատ հարկ են վճարում բյուջե, մեր հնան կրկնապատկվում է 7 տարում $4000 մեկ շնչին ընկնող դառնում է $8500 մեկ շնչին ընկնող եւ այդ ամբողջ գումարի 0.1%-ն էլ այո պետական ծառայության ամրապնդման համար ենք դնում, այո։ Այո։ Ժողովրդին թալանած վերադարձնելու ենք ժողովրդին։ Ես բացատրեցի, ոնց է դա վերադառնում։ Այսօր դուք ուր որ գնում եք օթանավով զվարթնոցոթակային իջնելուց այն բոլոր լույսերը որ դուք տեսնում եք, բոլոր գյուղերում վառված, բոլոր ասֆալտապատ ճանապարհները, բոլոր ջերմոցները, բոլոր պարտականությունն է որ դուք պետք է բարեկարգեք, բարենորոգեք, զարգացնեք, դա բանը պաշտոնատար անձի մենք աշխատավարձ ենք տալիս որ դա Այո, իսկ ինչքան աշխատավարձ եք դուք տալիս։ Գիտեիք Պետական ծառայողներին ինչքան աշխատավարձ եք տալիս։ Աշխատավարձ նվիրյալներ եք ասում եք մենք գալիս ենք այս անելու են անել դուք չեք ասել որ դրա համար պետություն ունենալը արժի որոշակի գումար։ Պետություն ունենալը, որովհետև առանց պետության չի կարող տեղի ունենալ այն բոլոր փոփոխությունները, որոնք որ ես ասում եմ։ Եթե դուք կարծում եք, որ մեկ շնչին ընկնող հնան, բացեք, նայեք, նման ցուցանիշներ շատ չեն աշխարհում։ 7 տարվա ընթացքում կրկնապատկած պետական այո բնական է դա, որովհետև երբ որ քո եկամուտները աճում են, դուք ես կարողանում ես ավելի շատ ծախս թույլ տալ։ Այո, եթե ձեր աշխատավարձը աճում է, դուք կարող եք ավելի շատ վարկ վերցնել, դնել գործի մեջ, ավելի շատ վարկ վերցնել, փակել ավելի շատ տոկոս։ Այո, աշխարհի ամենաշատ պետական պարտքը գիտեք որ պետություններ ունեն։ Ամենահարուստ պետությունները ունեն։ Նախկինում Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից կանգնում են հենց պետական պարտ վերցնելու բոլոր վարկային համաձայնագրերին դեմ էր քվեարկում, ասում էր բան պետական պարտ վերցնելուց հետո մենք միևնույնն ունենում էինք 80-ականների զենքեր, ունենում էինք կանսերվի բանկաներով սահմաններ։ Դեպքում էլ առանց հերթիր սուեր ենք ունենում, ձեր դեպքում էլ չկրակող բաներ ենք ունենում, 10% կրակող։ Ռուբշիմե ջան, ձեր գործը լավ չեք անում, ես ձեզ ասեմ։ Լավ չեք անում։ Գործը լավ արեք, իմ գործը թողեք մեր դիտողներին։ Հնացած թեմա է։ Հիմա Հինանոր է, դուք 80-ականների զենքը նոր 26 թվի թազաթխած թեմա էր, որ բերել եք։ 80-ականների զենքը միշտ էլ թեմ ուրիշ բան չի եղել։
ուրիշ բան չի եղել։ Բա մի քիչ առաջ նեղացաք, որ ասցի ընդդիմադիր լրագրող, բա նեղացաք։ Դուք ուրիշ բան չեք տեսնում։ Այն զենքերը որ ցուցադրվեցին, որ ասում եք, դուք եք սխալ ասում։ Այն որ մի քիչ առաջ, այն որ ասում եք, բա ուր են, ինչով է ուր են այդ զենքերը, էլ ցույց տվեք տեսնենք։ Այն որ պաշտպանության նախարարությունը հրապարակեց։ Դուք այնտեղ ուրիշ զենք չեք տեսել։ Դուք հնդկական զենքի մասին չեք լսել, դուք ֆրանսիական զենքի մասին, արտիլերիստի, բալետանային համակարգի մասին դուք չեք լսել, դուք ամերիկյան այս դրոնները, որ եկան, որ աշխարհում շատ քիչ պետությունների են տալիս, դուք դա չեք տեսնում։ Տարբեր բաներ խառնում եք իրար։ Խառնում եք իրար տարբեր բաներ։ Այդ զենքերը ոնց որ այն մեր միլիարդավոր պարտքերը վերցրել ենք հենց այն զենքերի համար։ Մենք ասում ենք ձեր պարտքեավճարներ, դուք զենքերն եք ասում։ Ոնց անում եք այդ ձեր մի երկու արած բանը, սղացնում եք դրա, տա։ Որովհետև երբ որ ես հիմա նայում եմ ձեզ, ես տեսնում եմ ձեր դեմքը։ Ես չեմ նայում կոնկրետ ձեր դեմքի մի փոքրիկ հատվածին։ Օրինակի համար, որտեվ ես տեսնում եմ ամբողջությունը։ Դուք ասում եք վերցրել եք միլիարդավոր դոլարների պարտքեր եւ ինչ եք արել, ես թվարկում եմ։ Ահռելի ծախսեր եմ ես թվարկում։ Դուք վերցնում եք այդ ամբողջ ծախսից 0.1%-ը, ասում եք, ահա ամբողջը ծախսվել է 0.1%։ Պարոն Եղան, երբ որ այդ փազլը ամբողջական նայում ենք, ավելի վատ բան ենք տեսնում։ Ձեր այդ որ տենց մտածում եք, շատ լավ վարձատրություն է, դուք արժանի եք դրան այդ միլիոնավոր պարգևատրումներին, ես նայում եմ կորուստներն են նաև, թե դուք քանի եկեղեցի, քանի պատմամշակութային հուշարձան, ինչքան հարստություն, ինչքան զենք եք թողել մեր Արցախում եւ այսպես տվել եք փաթեթ։ Դուք լավ չեք անում, ձեր նոր թեմաներ պիտի մտածեք, հասկանում եք։ Ասենք Արցախի կորուստը, ասենք բան եք արել, դուք փայլուն այդպես ձեր ասում եք փազլը ամբողջությամբ տեսեք։ Ամբողջությամբ նայում եմ, շատ վատ բան եմ տեսել։ Թղթերը հրապարակվել են, դուք այդ բանակցային փաստաթղթերը կարդացել եք եւ դուք այնտեղ տեսել եք, որ մեր իշխանության օրոք է խնդրեմը ծագել։ Ձեր իշխանության օրոք մենք Արցախը առանցքային խոստումներ է տվել, ներողություն ասել եք, խնդիրը լուծվելու է Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի։ Պետք է լուծվի։ Պետք է լուծվի, այո, պարզ է, որ խնդիրը Շուշին դե օկուպացնել։ Դա ոչ թե վարչապետի գյուտն է, դա շատ պարզ տրամաբանություն է, որ երբ որ մարդիկ ունեն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը պետք է լուծվի համաձայնությամբ, դա աներ չի ոչ որ գյուտ է։ Դուք, եթե չեք տեսնում Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջ ընթացքը, դուք եթե չեք տեսնում, թե ինչ է գրված Մադրիդյան սկզբունքներում, դուք եթե չեք տեսնում, թե ոնց է այդ կոնֆլիկտը ազգերի ինքնորոշման կոնֆլիկտից դարձել տարածքային վեճի վեստում, եթե դուք այդ ամեն ինչը չեք տեսնում, դա միջազգային հանրությունը տեսնում է, դա բանակցող կողմերը տեսնում են, Ազատություն ռադիոկայանի չկան, հրապարակած վերջին գաղտնազերծված նյութերը բանակցային process-ի մասին, թե ինչ են խոսացել, ԱՄՆ պետք հարտուղարներ, Մինսկի խմբի համանախագահողներ, չէ, դուք Ես տեսնում եմ փաստը, Արցախը դատարկվել է, էթնիկ զտում է արվել ձեր իշխանության օրոք։ Այո, դուք հիմա կարող եք, դուք կտեսնեք գարնանը, կներեք, որ ծառերը կծաղկեն։ Դուք կտեսնեք դա գարնանը, բայց որպեսզի ծառը ծաղկի գարնանը, հիմա այդ ծառը պետքա նորմալ սնուցում ունենա։ Դուք կտեսնեք հիմա ամպրոպ, այս գիշեր, այս երեկոյան դուք կտեսնեք ամպրոպ, բայց ամպերը պետք է հիմա կուտակվեն։ Եթե հիմա ամպը չկուտակվի, ամպրոպ չի լինելու երեկոյան։ Թե դուք երեկոյան ասելու եք, որտեղից էս ամպրոպը եկավ, էս կայծակը խփեց մեզ, որտեղից խփեց, կուտակված էներգիան հիմա է կուտակվում։ Նույն ձևել այն ժամ, հիմա այն ինչ որ մենք անում ենք, դրա արդյունքը այս որ ասում եք պետական պարտք։ Սրա արդյունքը կանցնեն տարիներ, մեր հնան էլ ավելի կրկնապատկվելու, մենք էլ ավելի ենք վարկունակ դառնալու։ Այդ պարտքերը փակելու հետևանք։ Ես կրկնում եմ, հետևանքները որ ձեր հնան աճում է։ Դուք որ գնում եք, վարկ եք վերցնում, բիզնես վարկ եք վերցնում, դուք վերցնում եք վարկը դնում եք գործի մեջ, գործը ձեզ բերում է շահույթ, շահույթի մի մասը պահում եք ձեզ, մյուս մասով փակում եք վարկի տոկոսը եւ հիմա էլ է լավ, որովհետեւ եթե լավ չլինի, մեզ ոչ մեկ վարկ չի տա։ Ոչ մեկ վարկ չի տա։ Ես ուզում եմ տեղյակ պահել օրինակ, որ Եվրամիության աղքատության օրինակ էլի, որ հասկանանք, միջին ցուցանիշը 15% է, պետություն կա էլի 20% է, պետություն կա 5% է, 7% է։ Ես ձեզ ուղղակի ուզում տեղյակ պահել։ Պարզապես դուք ասել եք 21-26 թվականներին կառավարության հնգամյա ծրագրով պետք է աղքատությունը Չէ, թույլ տվեք հարցս ավարտեմ։ Ինչ եք խոչընդոտում օրինակ, պարոն Եղոյան։ Խնդրեմ թույլ տալ իմ հարցը այսուհետ ամբողջական վերջացնեմ, որովհետև ես ձեզ պատասխաններում չեմ խանգարում։ Պարոն Եղոյան, 21-26 թվականների հնգամյա ծրագրում ասել եք աղքատությունը
կիսով չափ նվազեցնելու եք, ծայրահեղ աղքատությունը իսպառ վերացնելու եք։ Հիմա մենք ունենք 0.6% ծայրահեղ աղքատություն եւ ունենք 21.7% աղքատություն։ Ես համոզված եմ, որ աղքատության իրական ցուցանիշները, այն օրը ես սոցիալ-նախարարին էլ դա ասեցի հանդիպման ժամանակ, շատ ավելի ցածր են եւ հիմա ուրեմն հայտարարագրման process-ի կոնտեքստում, ինչպես նաեւ չգրանցված աշխատողների եւ չգրանցված աշխատավարձերի գրանցման կոնտեքստում, որը հիմա տեղի ունենալու առողջապահական ապահովագրության շնորհիվ, որովհետև մարդիկ գնալու են եւ պահանջելու են իրենց գործատուներից, որ գրանցեն, դուք կտեսնեք, որ այդ թիվը ել ավելի կնվազի իրական եկամ, ել չեմ ասում բազմաթիվ ինքնազբաղ մարդկանց մասին, որոնց եկամուտները մենք ուղղակի պետությունը դեռ ուղղակի չի տեսնում, մենք ուզում էինք դա ներդնեինք այդ հայտարարագրման համակարգը, որ նորմալ տեսնեինք, էլի դուք ձեր աղմուկ բարձրացրեցիք, ասացիք ուզում են հարկեն այդ մարդկանց, ուզում են սա անեն, նե անեն, առ ժամանակ դա սարքեցինք ինքնաշխատ։ Պարգևավճարների վերաբերյալ այդ աղմուկը լինում է, հարցադրումներ լինում է, ինչի իշխանությունը պարոն Եղոյան հետ քայլ չի անում, բայց օրինակ այդ հայտարարման Ես ուզում ենք մի բան, եկեք մի բան մենք հստակեցնենք։ Լսեցիք հարցը։ Ես լսեցի։ Պետական ծառայողը, պետական բարձրաստիճան պաշտոնյան եւ բոլոր պետական պաշտոնյաները պետք է ստանան իրենց աշխատանքին համապատասխան աշխատավարձ։ Ես այսօր այստեղ բերեցի թվեր, եկեք ռիփսի մեջ ան, կարևոր բան եմ ասում։ Ես բերեցի այստեղ թվեր, քիչ առաջ։ Մենք ձայնագրեք սա տվեք ձեր ալիքով։ Մենք այսօր պաշտպան հայրենիացով ժամկետային պայմանագրային շարքային զինծառայողի աշխատավարձը սարքել ենք 620-ից 720 հազար դրամ։ Պատգամավորինը պարգևավճարով, բանով այդ ամեն ինչը գումարած ամսական կարող է գա 800,000, 900,000 նայած։ Ալեն Սիմոնյանն ասել է մինչև 1 միլիոն։ Մինչև նայած, որտեղ տարիկա լինում է, դա կախված է տարուց։ Բայց ես կրկնում եմ, այսօր զինծառայողը շարքային 22 տարեկան, այսինքն դեռ նոր իր կյանքն է վտանգի տակ դնում, դուք Երևանի կենտրոնում ձեր Իսկ մենք պատասխանատու ենք նրա համար, որ ինքը իր կյանքին ավելի քիչ վտանգ սպառնա։ Իսկ մենք պատասխանատու ենք նրա համար, որ ահա իր կյանքը ինքը ավելի քիչ վտանգի տակ դնի, այսինքն ավելի քիչ վտանգվի իր կյանքը, ոչ թե իր կյանքի մահվան հարցը լինի 50-50% կամ 60-40% կամ 70-30%, 70-ը դեպի մահ, այլ լինի շատ ավելի քիչ, լինի 99% 1%-ը դեպի վատ, 99-ը դեպի լավ։ Այ մենք դրա համար ենք պատասխանատու, մենք նրա համար ենք պատասխանատու, որ կառուցում ենք պաշտպանական շրջան, որտեղ իր կյանքը ավելի լավ է պաշտպանված, քան կասերվի բանկեկով է։ Ահա այդ կառավարության մասին եք դուք խոսում։ Դուք չեք տեսել այդ բունկերները։ Բանկեկով կարացա, ոչ կանսերվի դերացած։ Կորելացիան չէ կանսերվի բանկեկով չեղավ էլի, դե այդ եմ ասում։ Բաբը պաշտպանական շրջանը ոչ Պարոն Եղոյան, դուք պատճառահետևանքային կապը խառնում եք իրար։ Պարոն Եղոյան, աշխատավարձերի հետ կապված մի րոպե լսեք, էլի խնդրում եմ։ Հատեսեք ասում եք վերեցինք զինվորի համար օրենքով, օրենք անցկացրեցինք աշխատավարձ բարձրանա եւ այլն, եղել չեմ ասում որ զինվորը պետք է գնա քննություն հանձնի նոր աշխատավարձը բարձրանա, իսկ պատգամավորը Մենք էլ ենք քննություն հանձնում, հեսա հունիսի 7-ին մեր քննությունն է։ Հեսա հունիսի 7-ին մեր ատեստացիան է, հունիսի 7-ին։ Պարոն Եղոյան, տեսեք, զինվորի դեպքում դուք օրենքը բերում եք անցկացնում եք, բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում ինչի դա օրենքով չի լինում։ Բանով չէ, դա KPI-ներով չէ, բոլորը նույնը չեն ստացել։ Ըստ կատարողականների են ստացել, գործադիրում իրենք ստացել են դա ըստ կատարողականների, մեկը շատ, մեկը քիչ։ Ով է չափել, ինչ որ Համակարգ կա, բայց ինչ որ համակարգ որոշել են Ես ասում եմ ըստ կատարողականի, դուք ասում եք սիմպաթիա։ Եթե սիմպաթիան որն է այստեղ։ Կան կատարողականներ, չէ, ցուցանիշներ կան, թե նախանշվածից ինչքանն է արել ամեն նախարարություն դա հրապարակում է, չէ, այստեղ հեսա բյուջեի քննարկման ժամանակ կատարողականի կտեսնեք առաջադրած պլանը քանի տոկոսով են կատարել։
Այսքան պետք է անեն 95%-ով 98, 75 եւ այլն եւ այլն։ Արտադրությունը տեսեք, կիսով չափ չի վերածել։ Հիմա պետք է օրինակ այդ ոլորտի պատասխանատուները պարգևավաճառ ստանան, թե չէ։ Արտաքին քաղաքականության հետ կապված ձեր ծրագրում կար Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորում։ Ձախողել է։ Պետք է այդ ոլորտի պատասխանատուն պարգևավաճառ ստանան։ Ես իմը կասեմ։ Հիմա դուք ձերը կասեք, ես իմը կասեմ, դուք ձերը կասեք, ես իմը կասեմ։ Ես կրկնում եմ, որևէ պետություն, որևէ կառավարություն, որևէ մարդ այս աշխարհում դուք երբեք չի կարող 100%-ով իրականացնել իր պլանները։ Երբեք դա անհնար է։ Մարդ ունենում է պլան, ունենում է նպատակ, ունենում է ուղենիշ, գնում է այդ ուղղությամբ եւ մի որոշակի չափով այն իրականացնում է։ Դուք իրականացած աշխատանքը տեսեք, դուք դա չեք տեսնում։ Լավ, դուք դա չեք տեսնում։ Միլիարդ ու կես ապօրինի գույքից եմ ես խոսում, որից նաեւ սնվում են այսօր շատ լրատվամիջոցներ։ Դուք դա չեք տեսնում։ Էլի ոնց ֆորմետ լրատվամիջոցներին եք թիրախել։ Բայց ինչի՞ չպետք է ասեմ, եթե դուք դա խլացնում եք, բայց չեք խլացնում։ Իրավապահ կոնկրետ դեպքերից դուք տվել եք այդ թիվը, Ռիփսիմե ջան, դուք տվել եք այդ թիվը։ Դուք տվել եք, որ 550 միլիոն դոլար ապօրինի գույք ու եկամուտ հետ եկել պետության այս 7 տարվա ընթացքում գնալ նկարելով բան եղել։ Դե դուք անում եք, հա ձերը գիտեմ, Նարեկ ջան, բայց այս Ռիփսիմեն դա խլացնում է, ինչ եք խլացնում։ Ինչ եք խլացնում։ Դուք դա թմկահար եք, Նույնն ամեն ինչ։ Սեյրան Օհանյանը 1 միլիոն դրամով նախարար կաշխատեր։ Վիգեն Սարգսյանը 1 միլիոն դրամով նախարար կաշխատեր, 1 միլիոն դրամ։ Օհանյանը երբ որ նախարար էր եւ պետական պաշտոններ զբաղեցնում, ամենաշատ քննադատողը մենք ենք եղել։ Երբ որ պաշտոններ, ասենք, ու մնացած, ինչի որ մենք նախկին իշխանությանը չքննադատենք, դուք Այն օրը բան եմ նայում, նախկին մեր Պեկի ղեկավարի անունը, մատ հիշացրեք, Կարեն Կարապետյանի ժամանակվա Վարդան Հարություն, ասում է 300 միլիոն գրավով բան ա եղել, 300 միլիոն լսեք, ես արդեն 7 տարի է պատգամավոր եմ հանձնաժողովի նախագահ, ես հələ մի 20 տարի էլ պետք է ելնեմ պատգամավոր հանձնաժողովի նախագահ, որ 300 միլիոն դրամ ընդհանուր աշխատած լինեմ 20-30 տարուց։ Հասկանում եք դուք ինչի մասին եք, կներեք իրավունք չունի։ Չէ, միջև պաշտոն զբաղեցնելը Գազպրոմում աշխատել բիզնես ա ունեցել, փաստաբանն ասում է ձեզ համար նորություն, հա, Հարությունյանների բիզնես կարողությունը։ Իրավունք, ասեք։ Ձեր իշխանության հիմնական խոսքը եղել է այն առաջարկը, որ դուք բերել եք խաղաղություն Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին եւ այլն։ Բայց երեկվա Նիկոլ Փաշինյանի խոսքից ելնելով հասկանում ենք, որ վերջնական խաղաղություն եւ երաշխիքներ հնարավոր են միայն, երբ որ սահմանագծում եւ սահմանազատում ունենանք ամբողջությամբ։ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքը 1000 կիլոմետրի չափով է, առայսօր ամենը 10-12-ն է սահմանագծվել, որքան ժամանակ է սա պահանջել։ Չեմ հիշի, բայց չեմ կարծում, որ ինքը ձևակերպած լինի այնպես, ոնց դուք ասեցիք, որ մինչև վերջնական չլինի, այո, դա լսեք, խաղաղությունը ապրող օրգանիզմ է։ Ապրող, ապրող, հիմա ես ոնց որ ասեմ, լսեք, դա ապրող օրգանիզմ է։ Ապրող օրգանիզմ է, դուք դա այդպես չի, որ մի կետ կա, որ հասնենք այդ կետին, ասելու ենք, այ վերջ, հիմա ապրում է, իսկապես ապրում է, այ հիմա իսկական է ապրում, երեք կիսատ էր ապրում, այսօր իսկական է, ապրող օրգանիզմ է, նոր հաստատված խաղաղությունն է դեռ, մեզ անծանոթ, եւ իրենց էլ անծանոթ, ադրբեջանցիներ։ Մենք շատ բան, ասենք մենք չունենք դեռ այն շատ գործիքները, շատ, գիտեք, կլիշեները մեր մտքում, շատ, ինչ ասեմ, հարաբերությունները, որոնք օրինակ ունեն, չգիտեմ, ասենք նորվեգացին ու ասենք նորվեգյան ու շվեդյան, իրար հանդեպ։ Մենք դա չունենք, այդ փորձը մենք չենք ունեցել։ Ասենք մենք հիմա բենզին բերեցինք այնտեղից, դա դարձավ ինչ-որ քննարկում են, մեկն ասում է լավ է, մեկն ասում է վատ է, մեկն ասում է ասենց ցորեն եկավ Ղազախստանից, էլի Ռուսաստանից եկավ, էլի ձայն չեղավ, հա։ Ռուսականինը ձայն չեղավ։ Այն մեկը ասում է, չէ, բայց ես առնում եմ այսինչ երկրից ու Ադրբեջանը նավթ է արտահանում։ Դրա մասին աղմուկ չկա, այդ մյուս ընկերության մասին, աղմուկ չկա։ Այսինքն մենք դեռ նոր ենք։ Հետո ո՞նց հստակ ասում, որ մենք խաղաղությունը բերել ենք։ Որովհետև այն արդեն կա։
Մենք այն արդեն տեսնում ենք։ Մենք ո՞նց ենք հստակ ասում, որ երեխան ծնվել է, ո՞նց ենք ասում։ Բայց չի շնորհում, որ երեխան վաղը վազելու է գնա դպրոց։ Ո՞նց ենք ասում։ Պարոն Եղոյան, հարց ունեմ։ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկին տված հարցազրույցում մի տեղեկություն հայտնեց, որ ըստ էության կամ ճիշտ չէր, կամ մանիպուլատիվ էր, նա ասում է, որ ես մեկ դրամով աշխատեմ։ Վարչապետը երբեք մանիպուլյացիա չի անում։ Երբեք։ Ըստ մամ կոմեդին սա կօգտագործի պարոն Եղոյան, որպես Ինչ ուզում են թող օգտագործեն, իրենք կակրած մանիպուլյացիայի շատ լավ են, թող իրանք օգտագործեն։ Վարչապետը հենց հարցի նման ինչ կա ուղիղ ասում է, հաճախ նաև շատ ուղիղ։ Այո, երեք վարչապետը շատ ուղիղ իր հարցազրույցում նշեց, որ եթե ես մեկ դրամով աշխատեմ, ինձ կհարցնեք այս կոստյումը ձեզ որտեղից, դուք ինչպես եք սնվում, բայց կա վարչապետի ծախսերի համար ֆոնդ, կա ազգային ժողովի նախագահի ծախսերի համար ֆոնդ, չեն օգտվում դրանք փակվել են։ Անձնական կարիքների համար չի։ Այսինքն այդ ֆոնդը իրենց անձնական կարիքների համար չի, եւ վարչապետի եւ վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի ֆոնդերը այլ կարիքների համար են, որոնք իրենք կարող են ներկայացական ծախսը մեկին մի նվեր տանես, մեկին մի, պաշտոնական հանդիպումը, ինչ-որ դիմավորման արարողությանը ինչ-որ մի հատ, չգիտեմ, բան լինի։ Բայց ինչ թեմա ենք մենք քննարկում, ժողովուրդ ջան, դու լուրջ թեմա, այսինքն դուք մեկ դրամով լրագրող կաշխատեք։ Ես չնման հայտարարություն չեմ արել։ Թե պետական բյուջեից մեկ դրամ, պետական բյուջեից մի դրամով ուրիշի գրպանից ասեցին, չէ՞ բաց։ Ասեցին դու Սամվել Կարապետյանն իրանց սաղի փողը այդ քիչ Ռիփսիմե ջան, դա նորմալ է։ Որովհետև Ռիփսիմեն անկախ, անաչափ լրագրող է։ Օրինակ նորմալ է, որ մի հոգի նախարարի աշխատավարձ տա ծրարով, դա նոր կուզենայի կտենց լինի։ Օրինակ կուզենայիք ես ծրարով ստանայի աշխատավարձ եւ բյուջեից ստանայի 1 դրամ։ Չեմ ուզում, որ դուք բյուջեից ստանաք միլիոններ, ես դա ֆիքսել եմ իմ համար, որ ես չեմ 850,000, թե 700,000 եկեք ստանք։ Միլիոնները ո՞րն է, միլիոնը այս ասի ինչքան է падգամավորի աշխատավարձը։ Իր ասեցի ինչքան է նախային, հեսա հայտարարել։ Դուք լրագրողներին ասում եք, բասա չեք տեսնում, մենք ինչ տեսնում ենք, հրապարակում ենք։ Մեզ դատողը, մեզ դիտողն է, ընթերցողը կնայի, ինքը կհասկանա, ով ինչ ասում։ Ես ոչ Աստված եմ, ոչ դատարան եմ, որ ես դատեմ, ասեմ դու ես ճիշտ, թե դու սխալ ես։ Մի հատ ինչ եմ ասում, էլի։ Եսիմե դու բան ես։ Պետական պաշտոնյան չի վճարվում պետ բյուջեից միլիոնա թե 800,000 թե միլիոն ու կեսա թե 2 միլիոն, դա չեն քննարկվում։ Բայց ձեր մոտ հարց չի ցակի որտեղից է այս մարդը վճարվում։ Եվ ում շահերն է սպասարկում։ Ասենք հիմա եթե падգամավորին վճարի մի մասնավոր անձ։ Օրինակ ես հիմա կանգնած խոսում եմ ձեզ հետ եւ ժողովրդի հետ հաշվետվություն եմ տալիս։ Ինչի օրինակ ես հիմա ինչի եմ այստեղ կանգնած ձեր հետ խոսում։ Որովհետեւ դուք ինձ վճարել եք սրա համար։ Դուք եք ինձ վճարել եւ ես պարտավոր եմ ձեզ տալ բացատրություն։ Եթե ինձ վճարած լիներ մեկ մասնավոր, որ մի դրամ բյուջեից վերցվի, այլևս ինքը պատասխանատու չի լինի այդ պաշտոնում, հանրային պատասխանատվություն չի կրել։ Չի պատասխան լինի։ Գալու է կանգնի ձեզ բացատրություն տա, չէ, պապական հարուստները գալիս են նախարարի վարչապետն աշխատում։ Քանի 12 պապական հարուստ, 12 նախարարություն ունենք, հա, եւ քանի պապական հարուստ падգամավոր, գիտենք այդ պապական հարուստները ոնց են լինում պապական հարուստ։ Դուք պետքա ձգտեք ոչ թե նրան, որ ավելի քիչ փող ունենա ձեր պետությունը, այլ որ ավելի շատ փող ունենա։ Ես կրկնում եմ, մեր պետական մեր ծախսային մասը բյուջեի հասել է 10 պետությունը, բայց ոչ պաշտոնատար անձ։ Պաշտոնատար անձը ունի դրա, այսինքն պաշտոնատար անձը իր աշխատավարձն է ստանում։ Մեր պետական բյուջեի ծախսային մասը 10 միլիարդ դոլար է, հասկանում եք։ 10 միլիարդ դոլար է։ Դուք ասում եք արտաքին պարտքը 8 միլիարդով, այսինքն տեսեք ինչ է տեղի ունեցել, արտաքին պարտքը աճել է 8 միլիարդ դոլարով 7 տարվա ընթացքում։ Բայց այսօր մենակ այս տարվա մեր ծախսային մասը, այսինքն այն փողը, որ մենք ունենք, որ կարանք ծախսենք, մի տարվա 10 միլիարդ դոլարը, հասկանում եք։ Այսինքն այդ փողը դրվել է արտադրական ինչ-որ Իհարկե, բա մարդկանց աջակցում ենք։ Բայց դուք բաց վերցրել եք, գնումներ եք արել, չգիտեմ, ասում եք։ Բայց գնումն էլ արտադրական, ժողովուրդ ջան, կառավարությունը, լսեք, էլի կառավարությունը արտադրողներին աջակցություն է ցույց տալիս, հա։
Աջակցությունն է ցույց տալիս, ասում եք ինչի է բան, Մաքսային արտոնություն տվել։ Մաքսային արտոնություն է տվել, որտեղ մարդը բերի ինչ-որ սարքավորը մի տնտեսուց իր բյուջեն աճի, հարկը վճարի։ Դուք ասում եք դեմ եք, որ պետությունը փող ունենա, մենք դեմ չենք, որ պետությունը փող ունենա, բայց երբ որ դուք աղքատությունը հաղթահարածել եք, գործազրկությունը կրճատածել եք, չհելեք ասեք աղքատությունը ձեր գլխում ախի, մենք պարտավոր ենք, դուք ձեր 100 տարվա ռեմոնտ արած դիվանի վրա նստեք, չգիտեմ ինչ անեք, այդ պատասխանի համար չենք մենք պայքարում։ Լսեք, մարդը ոնց է իր աղքատությունը, աշխարհում ոնց են մարդիկ աղքատությունը հաղթահարում, մարդիկ աշխատում են։ Այսօր Հայաստանը դարձել է աշխատանքային միգրացիայի երկիր, դուք հասկանում եք ինչից ենք մենք խոսում։ Այսինքն այսօր չեն աշխատում, բայց բարելավում է իրենց։ Ինչպես։ Որոշակի աշխատանքային Երկրի բարեկեցությունը ավել է, որովհետև մարդիկ շատ են աշխատում։ Եթե Նորվեգիան այսօր հարուստ պետություն է կամ Շվեդիան, Նորվեգիան դե նավթ ունի, Շվեդիան վերցնենք, հա, դա նրանից է, որ մեկ շվեդը միջինում տարեկան ստեղծում է 80,000 եվրոյի ապրանք եւ ծառայություն, այսինքն ես մեկ շնչին ընկնող հնան $80,000 կներեք, $80,000 է, 70-80,000 դոլար է։ Հայաստանում մեկ շնչին ընկնող հնան $8,500 է։ Այ որպեսզի որ դուք չխանգարեք, որ ասեք ինչի եք սա սուբսիդավորում, ինչի եք նրան այս ինչ արտոնությունը տալիս, որ իր արտադրությունը մեծացնի։ Մեր հարկային եկամուտների ծավալի աճը մի հատ նայեք, ժողովուրդ ջան, բայց մարդիկ արտադրությունը աճացնել են, չէ՞ որ աճացնում է։ Երբ որ տեսնում ենք, որ կառավարության կողմից արտոնություն ստացած է, հա, եւ նրանք ԿՊԻ-ն են մենակ հա գիտեմ ինչ եք ասելու։ Դիտողը չգիտի։ Ասեք 5-րդ անգամ դուք այսօր իմ հարցը չեք թողում ավարտեմ։ Պարոն Եղոյան, երբ տեսնում են ԿՊԻ-ն է նվիրատվություններ անում, իմ քայլը հիմնադրամին է նվիրատվություն անում։ Ինչպես այդ մասին չբարձրացնենք, հարկատուին տեղյակ չպահենք, թե իրականում ինչ։ Ասեմ, ես տեսա բանի հետքներ, թե Infocom-ը, որ մեկի վերլուծություններ տեսա, ասում է 200 ընկերություն ստացել է Մաքսային արտոնություն, 15-ը արել են բան, նվիրատվություն, բայց 185-ը ինչ են արել։ Այն 185-ը ինչ են արել, ժողովուրդ ջան։ Այսինքն եթե 200-ից 15-ը չի կարող այս պետությունում գտնվի մի 200 ընկերություն, մյուս չստացածներից, Մաքսային արտոնություն չստացածներից, էլի չկա 200 ընկերություն, որից 15-ը մեր համակիրն է։ Բայց 155-ը ճնշման տակ չեն եղել, նրանք քաջ են, անվախ են, հա, այսինքն կառավարությունը 200-ին ճնշել է, 15-ը կոտրվել վախեցել են, այն 155-ը դուխով մնացել են իրաց տեղերում անսասանտ։ Դա սխալ վերլուծություն է, կլինեն ձեռնարկություններ են։ Այդ մարդիկ էլ տեսել են, որ նորմալ շնչում են։ Այս կառավարությունը ոչ մեկ չի գնում նստում բկներին, ասում, այսքան լևիտու, այսքան պրավիտու, բանս ավտոյից բենզին է լցնում, բանան եմ, այն անեմ, այդ բիզնեսմենը տեսնում է, չէ՞, որ այո, իր գործերը լավացել են, այո։ Հետևաբար իր աշխատողների գործերն են լավացել, հետևաբար բոլորի գործերն են լավացել։ Հա ինչի բաղում գնա ինչ-որ բանի օլիգարխի նվիրատվություն անի, ընկնի նրա ջեբը։ Պարոն Եղոյան, եւ քան որ արդեն Վենսի, Ժորժան, դուք ազատ եք։ Էսա ուղիղ է։ Հա, Վենսի այցը Երևան եւ Բաքու օրակարգերը, քանի որ արդեն պարզ են երկու կողմին, դուք ինչպես կգնահատեք։ Հայաստան այցը կգնահատեմ հրաշալի։ Դուք տեսաք ինչի մասին էր խոսքը, ահռելի ներդրումների մասին, ահռելի մեծ կարևորության թույլտվությունների մասին, այդ թվում չիպերի գեր ժամանակակից չիպերի արտահանման թույլտվության մասին, որից կարող են օգտվել մեր IT ընկերությունները, այդ թվում արհեստական բանականության մեջ 4 միլիարդ հատուկ այդ մարդը այնքան բանարեցիք, նորից այդ մարդը շեշտեց օդակայանում, որ 4 միլիարդ մինչև հատուկ որ բան չանեք, չկտրտեք, ասեց մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում արհեստական բանականության մեջ Nvidia-ով եւ այլն ստեղ իրանց գործընկերներով։ Ուրեմն դրոնների վաճառք եւ ընդհանրապես ռազմատեխնիկայի վաճառքի թույլտվություն, ինչը մենք չունեինք առաջ, մենք չէինք կարող դա անել, եւ միջուկային էներգետիկայում համագործակցություն դեռ կորոշվի թե ոնց։ Ադրբեջանի հետ կապված բնակավարն այնտեղ հավասարվեց, հա, Հայաստանի եւ Ադրբեջանի կարգավիճակը Միացյալ Նահանգների հետ գործընկերության ակում, որտեղ չունեին ռազմավարական։ Այդ հավասարվի, ում են խանգարում։ Այսինքն մենք գնանք իրանց ասենք ինչի եք նրանց հետ լավ, այդ մարդիկ, այսինքն մենք գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասենք իրանց դասնանք, թե իրանք ում հետ պետք է ռազմավարական գործընկեր, բայց ավելի լավ երաշխի, քանի որ ասում եք խաղաղությունը երբ է ավելի հիմնավորվելու, բա ինչքան շատ է բալանսը տարածաշրջանում։
այնքան խաղաղությունը ինչ է, խաղաղությունը բալանս է։ Դրանք համարյա թե հոմանիշներ են, չէ՞, խաղաղություն եւ բալանս բառերը համարյա թե կարելի ասել հոմանիշներ են։ Ինչքան բալանսավորված, այնքան հանգիստ, այնքան խաղաղ։ Ինչ եք ուզում Ամերիկան, ասենք Ադրբեջանի հետ ունենա վատ հարաբերություն, Հայաստանի հետ ունենա լավ հարաբերություն, այդ դեպքում ինչ եք կարծում, Հայաստան կլինի խաղաղություն։ Օրինակ մեկնաբանվում է բան Եղոյանը, օրինակ Ադրբեջանի հետ բանը ավելի այսպես ամուր համագործակցության օրակարգ կան, Հայաստանի նման գնահատականներ հնչեցին, չգիտեմ ինչի հիման վրա է, մենք ես չգիտեմ հիմա նա ուրիշ պետություն է, մենք ուրիշ պետություն ենք։ Հիմա կարող օրինակ մի հատ նավթային համաձայնագիր կնքած լինեն։ Հիմա մենք որ նավթ չունենք, որտե՞ղ է նավթային համաձայնագիր կնքենք։ Մենք ունենք լավ IT ընկերություններ, չիպերի համաձայնագիր են կնքել։ Այսինքն մենք ես մի անգամ եմ սա ասել, մենք հո բան չենք, հո իրաց հայլային արտացոլումը չենք։ Կանգնենք հայլու առաջ, տենանք իրենք ինչ անում են, մենք կրկնենք հակառակ ուղղությամբ, հայլու նման։ Մենք պետք է մեր շահերին նայենք, ինչ մեզ պետք է եղել, մեզ պետք է եղել դրոն, առել ենք դրոն, մեզ պետք է միջուկային էներգետիկա։ Բացել են ասում ժողովուրդ չեն, եկեք վերցրեք ինչքան պետք է, այս արժի այսքան, այս արժի այսքան, այն մեգավատ այսքան, այն մեգավատ այսքան, հիմա բողոքում են ասում են ոնց, դա փող պետք է տանք դրա համար։ Մեր չեք բերելու նվիրեք մի հատ ատոմային ռեակտոր։ Սա абսուրդ չի։ Հստակ է, որ Միացյալ Նահանգներն է կառուցել մոդուլային։ Հստակ է, որ մենք ունենք հնարավորություն Միացյալ Նահանգներից գնելու, ինչ առաջ չկար։ Այսինքն ձեռք բերելու։ Միացյալ Նահանգները, չէ, ես ասում եմ, թե ինչն է հստակ։ Հստակ է, որ մենք իսկ թե որը այնտեղ տարբեր ընկերություն, տարբերակներ կան, տարբերակները դեռ քննարկվում են, բայց նորությունն այն է, որ մենք ունենք արդեն նաև ամերիկյանը ձեռք բերելու հնարավորություն։ Ռոսատոմի տնօրենի վերջին հայտարարություն, Գալուզինի վերջին հայտարարությունից հետո ստեղծան Նիկոլ Փաշինյանը կորոշի ջերմ ընկերոջից Վլադիմիր Պուտինից ձեռք բերել, հա, այդ ատոմակայանի գործարկը ռուսների հետ անել։ Okay, այդ բանը, այդ հումորային հեգնական այդ բանը, անտեսենք ուղղակի։ Երեկոյան չասեցի իմ ջերմ հարաբերություն։ Հասկացա, բայց դուք հիմա դա կրկնում եք մի քիչ հեգնանքով։ Չէ, բան, okay, տեսեք, ռուսներն ունեն իրենց առաջարկը, իրենք մի քիչ ավելի մեծ խոշորն են առաջարկում, մեր մոտեցումն այն է, որ մեզ պետք է մոդուլային։ Դա կապված է մեր ցանցերի առանձնահատկության հետ, դուք միջուկային, ես գիտեմ այդ փորձագետներին, գալիս եմ, հեսա կաս, ես գիտեմ այդ փորձագետներին, ես գիտեմ իրանց, ուրեմն մենք, սա նես չէ, որ վաղն է լինելու, մենք մինչև 2036 թվականը ժամանակ ունենք և հա, տեսեք, դա կապված է մեր ցանցերի առանձնահատկության հետ, մեր էլեկտրական ցանցերը նաև այն բանի պատճառով, որ ժամանակին նորմալ չեն վերանորոգվել եւ նորմալ պատշաճ ուրեմն կահավորումը չեն ստացել, այո, նաև ոչ միայն, չէ, ես ասում եմ նաև, բայց նաև իր բնական լիմիտացիաների պատճառով կարող է տանել որոշակի ծավալի էլեկտրաէներգիա։ Եվ երբ մեկ աղբյուրը էլեկտրաէներգիայի գալիս է չափազանց մեկ բաժինը գալիս է չափազանց մեծ աղբյուրից, ինչպես օրինակ մեր հիմիկվա 440 մեգավատանոց ատոմային ռեակտորն է։ Դրա անջատելու եւ միացնելու ժամանակ, գիտեք, տարին մեկ անգամ անջատվում է, այնտեղ process-ներ են տեղի ունենում, այդ ամբողջ 440 մեգավատը դու ուրիշ տեղից պետքա բերես ցանց, այսինքն պետքա ջեկը միացնես, շատ գազ վառես, շատ վճարես դրան, ինքը քիչ մոբիլ է ավելի, քան մոդուլայինը։ Մոդուլայինով կարող ես 100 մեգավատ, 200 մեգավատ անջատել, միացնել, ցանցը ավելի ճկուն է դառնում։ Բացապես դեռ որևէ երկրում չի գործում։ Հայաստանում, եթե որոշում կայացվի, որ դա է տեղադրվում, անպայման փորձարկվելուց հետո կլինի։ Եվ պարոն Եղոյան, Նիկոլ Փաշինյանը, որ ասում է Վլադիմիր Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեմ եւ այլն, ամբողջ աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը Վլադիմիր Պուտինին համարում է ռազմական հանցագործ, կա Հագայի դատարանի հետ վճիռը եւ այլն, Նիկոլ Փաշինյանը ներկայանում է ժողովրդավարության ճատագովի դիրքերից, ընդունելի է ժողովրդավար բռնապետ ջերմ հարաբերություն։ Ընդունելի է քո պետության շահերը սպասարկել այնպես, ինչպես որ դա հնարավոր է այն միջավայրում, որ դու ապրում ես։ Ռուսաստանը մեր մեծ տարածաշրջանում գտնվող պետություն է եւ մենք Ռուսաստանի հետ ունենք նորմալ հարաբերություններ։ Մենք կներեք
Այդ ես մեկ-երկու տեղ մեկնաբանություններ տեսա, այդ էլ ասեմ, որ վայ ինչ ասում, մենք Ռուսաստանի թշնամին չենք լինելու, այսինքն ինչ պետք է թշնամ, այսինքն այդ ասողները ինչով են մտածում ընդհանրապես։ Ինչով են մտածում։ Այդ ասողները գնում իրանցից ուժով 10-15 անգամ մեծ ուժի հետ գնում թշնամանում են իրանց ոտով առանց բանի, հա? Եվ ինչ ասեց վարչապետ, ասեց մենք մեր շահերն ենք սպասարկելու։ Մենք երրորդ կողմի շահը ընդդեմ մյուս երրորդ կողմի չենք սպասարկելու։ Մենք միայն մեր շահերն ենք սպասարկելու մի հատ այն կողմի հետ, մի հատ այն կողմի հետ, մի հատ այն կողմի հետ, մի հատ այն կողմի հետ։ Եվ պարոն Եղոյան, ժողովրդաբար Հայաստանում ԱԱԾ-ն քահանաների տեքստը խմբագրելու փորձերից հետո հիմա էլ օտար պետության քաղաքացիներին է սկսել աբեկել իրանցի մի աղջկա, որը Ես լսել եմ տեսա այդ վերնագիրը, բայց ես չգիտեմ դա հավաստիա թե չէ։ Ես գիտեմ, որ բերման են։ Ես մահապատիժ է սպասվում։ Հա, ես քանի որ աղբյուրը մեկն է, պետք է ճշտել այդ լուրի իսկությունը։ Ես գիտեմ, որ այնտեղ, այսինքն իրանց այդ ցույցերի հետ կապված այսինքն հարթ չի իրավիճակը, հասկանալի է, գիտեմ, որ մարդիկ էին բերման ենթարկվել, դա էլ է հասկանալի, բայց այստեղ էլ առաջին հերթին ես այդ աղջկա մասին հիմա չեմ ասում, չասեք Եղոյանը ասեց, ընդհանուր երևույթի նկատմամբ վերաբերմունքի մենք պետք է շատ բալանսավորված մոտեցում ցուցաբերենք։ Ինչը եւ անում ենք հետ ուղարկելու հետ կապված ես չգիտեմ այդ աղբյուրի իսկությունը ես չգիտեմ դա ով է ասել ճիշտ ասել սխալ ասել որ իրան ասել են քեզ հետ կուղարկենք իրեն տենց ասել են հա կուղարկենք իրան այն ասում են մեկն էլ ասեց կամ էլ Ադրբեջան վախացնում դե այդ ասելու դե օքեյ դե մի քիչ հասկանալի է որ մի քիչ լուրջ խոսակցություն չի եղել այդ բանից խաղաղ բողոքի ակցիան հա բայց բան չի եղել խաղաղ ճնշվելու հարց չի իրանք ուզում էին երթան ստատուս մի գրի Instagram-ում story մի արա մի գնա Իրանի դեսպանատան մոտ մի չէ դեսպանատան մոտ գնում են ուղղակի երթը թույլ չտվեցին անել եկեք ճիշտ ձևակերպենք երթը թույլ չտվեցին անել բայց դեսպանատան մոտ հավաքներ դեռանում են չէ Բայց կանչում են ԱԱԾ-ն եւ սպառում են, սա մտահոգիչ չէ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պահպանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետ կապված շահեր։ Եվ անում է դա ճիշտ։ Իհարկե շատ գովելի է որ բալանսավորում ենք ուզում եւ չենք ուզում երրորդ երկրի համար այնուց երրորդ երկրի ասել այնուամենայնիվ դուք կարծում եք որքան ինչ արժեք է իրենից ներկայացնում Հայաստանը որևէ խոշոր գերտերության համար որ տեսնում եք էլի Հայաստանը բալանսավորի իր հայ տեսնում եք էլի հիմա այն դուք էլ բանը չեք անհավատ Ղուկասը չեք տեսնելուց հետո նա գոնե տեսնելուց հետո հավատաց տեսնում եք էլի չեք հավատում էլ ինչ անենք մի հատ էլ ուզում եք Թրամփը գա Երևան նույն բանը ասի հա էլ ինչ եք ուզում ելով ասի շարունակում ենք բալանսավորված միանշանակ բալանսավորման եւ բալանսավորված հենվելով Հայաստանի Հանրապետության շահերի եւ հարգանքով գործընկերների շահերի նկատմամբ մեր կարմիր գծերը եւ մեր շահերը պահելով իրենց շահերին թշնամաբար չվերաբերվելով